Բարի ուշ երեկո սիրելի հետևորդներ, ոնց եք, ինչպես եք, ինչպես է ձեր տրամադրությունը, ես շատ հոգնած եմ սիրելի հետևորդներ, ահա որ, այսօր ենքան եռուզեռ եմ արել, վերև ներքև վասկ միատ ահավորեր, շատ հոգնել եմ, բայց փառք Աստծու, որ կարողացել ենք ամեն ինչ նորմալ իր հունով անցկացնել, բացումը եղավ ժամը 1-ին, ճիշտն ասած տրամադրվել էի, տոնական շորերս տարել էի, որ բացմանը պիտի հագնեմ, ներկա լինեմ, բայց պատկերացրեք, որ այնպիսի եռուզեր էր ու այնպիսի իրավիճակ էր, որ պատկերացրեք ես ալյուրոտ ճորերով եմ դիմանում, ալյուրոտ ճորերով եմ եղել և չեմ կարողացել փոխվել, որովհետև հնարավոր չէր թողնել, միտեղ փեջը պետք է նայեի, միտեղ գրտնակը, միտեղ ցենց խառը մի հատ իրավիճակ էր, բայց չենք դժգոհում, ոչինչ, թող ես անցկացնեի ալյուրոտ ճորերով, բայց լիներ նորմալ, սիրելի հետևորդներ, ես չեմ սիրում, ես նորից եմ կրկնում ձևական, ցուցադրական բաներ, որ վա, ես տնօրենն եմ, պետք է կուլտուրական հագնվեմ, կանգնեմ, լենտը կտրեմ, չէ, ես հասարակ մարդ եմ, այսօր աշխատել եմ աշխատողների հետ առավոտից մինչև իրիկուն իրանց հետ հավասար, հաստատ որ մեկը, որ ինձ չէր ճանաչում մտնում էր մեջը, չէր տարբերում, որ ես տնօրենն եմ, թե աշխատողը, սիրելի հետևորդներ, ես սիրում եմ այդպիսի հասարակ, մնալ միշտ հասարակ, կապ չունի այսօր, որ մարդը աշխատողա, ուրեմն նշանակում է կամ մարդ չի, կամ չունի իրավունքներ, բոլորն ունեն իրավունքներ, սիրելի հետևորդներ, առանց աշխատողի ես էլի եմ ասում, մենք չենք հասնի ոչ մի բանի, դրա համար էլ թող մեր աշխատող, բոլոր աշխատող ուժը լինեն առողջ, ոչ միայն իմ, այլ բոլոր աշխատող մեր ուժը լինի առողջ, թող բոլորը ունենան աշխատանքներ, Թող Հայաստանում աշխատատեղերը շատանան, որպեսզի մեր հայ ժողովուրդը չգնան օտար երկիր, այդպես նաև նպաստում է ընտանիքների բաժանումը, կռիվ, վեճ, անհաշտություն, այդ ամեն ինչը գալիս է առանց աշխատանք ունենալու, ուրիշ տեղում աշխատելու հետևանքով, սիրելի հետևորդներ, թող մեր աշխատատեղերը շատանան, գործերը շատանան, մեր աշխատողները լավ ապրեն, սիրելի հետևորդներ, դա իմ ցանկությունն է, օրինակ ես կուզենամ, որ աշխատողները ավելի շատ փողեր աշխատեն, որ ավելի ջերմ ձևով գան իրենց աշխատանքին, ոչ թե այնքան որ գալու համար, թող բոլորին լինի առողջություն, հաջողություն, այսօր օրը շատ լավ անցավ, շատ հետաքրքիր, պատկերացու չէի կարողանում շփվել հյուրերի հետ, որովհետև մեկ այն կողմ էի վազնում, մեկ այն կողմ էի վազնում, Հայկը եկավ նկարահանման, ասում եմ, այ Հայկ ջան, ես չեմ կարում խոսամ, գամ, ներկայացնեմ, գոյնը դու խոսա, մեկի ասում եմ, մոռացել ես, որ ձենս կտրվել է, չեմ կարող ներկայացնել, ասի դե լավ, ոչինչ, դու այնքան որ նկարահանի, ես հետո կխոսամ ու կբացատրեմ մեր թե հաճախորդներին, թե հետևորդներին, սիրելի հետևորդներ, անչափ շնորհակալ եմ բոլորիցդ, որից ցանկանում եք հաջողություններ գործում, առաջ խաղացում, շատ շնորհակալ եմ, սիրելի հետևորդներ, անչափ շնորհակալ եմ, ամեն մեկի բարեմաղթանքը, ամեն մեկի սրտի ցանկությունը, ես շատ եմ ուրախանում, որ կարդում եմ կամ լսում եմ, որ կան բարի ցանկացող մարդիկ այս աշխարհում, թող բարի ցանկացող մարդիկ շատ լինեն, որովհետև այս աշխարհը հաղթելու է միայն բարին, միայն լավը, սիրելի հետևորդներ, հիմա հեսա մի փոքրիկ կցուցադրեմ, թե ինչպես է այսօր անցել բացման արարողությունը, ինչ եռուզեռ է եղել, ինչ ենք ունեցել վաճառքի կետում դրած, մի խոսքով սենց աշխատել ենք, ինչը հնարավորինս սենց կոմպակտ ներկայացնենք, այսօր դե նոր եմ եկել արդեն տորթերի տուն, խոհանոցային վլոգ չեմ կարողանալու նկարահանել այսօր, որովհետև շատ ծանրաբեռնված և հոգնածոր եմ ունեցել, արդեն իսկ վաղվանից սիրելի հետևորդներ, խոհանոցային վլոգ է կնկարահանեմ ձեր համար, հիմա նայեք, տեսեք և ինչ կարծիքներ ունեք նորաբաց
հաց եւ լավաշի արտադրամասի մասին, գրեք մեկնաբանություններում կան, եթե կան ինչ-որ հետաքրքիր մտքեր, ինչ-որ հետաքրքիր առաջարկներ, խնդրում եմ գրեք, ես մեծ ուշադրություն կդարձնեմ եւ ինչու՞ չէ, կարող է ինչ-որ մի խելացի բան եք ասում, մի խելքը լավ է, երկուսն ավելի լավ է, սիրելի հետևորդներ, ու ես գիտեմ, որ դուք իմ լավն եք ցանկանում եւ ինչ էլ որ գրեք, որ կարող է լավ բան լինի, ես շատ մեծ սիրով կնայեմ եւ կկատարեմ, սիրելի հետևորդներ։ Այսքանը մնաք բարով, ձեր հետ գոհարներ։ Ասեք լավ հացամասը, լավ հացը դեն, ժողովուրդն արդեն համով շնորհակալ եք շատ։ Շնորհավորում եմ, թող ձեր ընթացքը լինի բարի, ուղղարար, հաջողակ։ Ձեզ։ Աչքերին, իմ ճուպրնի ամեն ինչ հաջողություններով իմ
Thank you.